նախ մի ռեպլիկ ատոմակայանի մասով 87-88 թվականներին ոտասեցի, որ Սիլվա Կապուտիկյանը, Դեմիրճյանը վերանորոգել են, որ չէ, ոչ մի տես բան այն ժամանակ, թեթև ընթացիկ բաներ են եղել, տես բան չի եղել։ Ատոմակայանը վերականգնվել է գործարկումից առաջ 93-95 թվականին։ Կատարվել է 4 բան, որը ատոմակայանը դարձել է անվտանգ։ Առաջին։ 95 մենք խնդրներս հացերի հետ չէին կելել, որ ատոմական վերագործարկվենք առաջին անգամ աշխարհում։ Ինչպես ասում է Միխայլովը։ Առաջին։ Մեր ատոմակայանի ռեակտորը Վիվերը 440 է, որը ջրով է հողացվում, ի տարբերություն Չեռնոբիլի, որը օդով է հողացվում։ Բացառվում է մեր ատոմակայանի պայթյունը եւ բացառվում է ռադիացիան։ Ինքը ջրով է 30 մետր գետնի տակ։ Երկրորդ, որպեսզի ջրով հողացումը անխափան լինի, մինչև առաջին ատոմակայանը մինչև վերանորոգել 93 թվականին հողացվում էր սև ջրի ջրով։ Այնտեղ կառուցվել է հսկայական բասեին ջուրը, որ հանկարծ եթե էլեկտրաէներգիա անջատման պատճառով պոմպերով ջուրը չլցնենք ռեակտորների վրա, այդ բասեինը թողել ենք ռեակտորների վրա։ Երրորդ, ատոմակայանը հասկացվել է երկրորդ կաբելային տնտեսությունը առաջին կաբելային տնտեսությունից անկախ։ Երբեք հնարավոր գիտեք, ատոմակայանները ոչ միայն էլեկտրաէներգիա են արտադրում, այլ էլեկտրաէներգիայի խոշոր սպառող են։ Որպեսզի հանկարծ այնտեղ հրդեհի պատճառով որևէ բան տեղի չունենա։ Եվ վերջապես չորրորդը կառուցվել է ժամանակակից միջուկային թափոնների գերեզման։ Միջուկային թափոնները ատոմակայանից չեն տարվել սկսած 1974 թվականից։ Ոչ Ադրբեջանը, դեռ խորհրդային միության բանում անդամ լինելով, ոչ Վրաստանը թույլ չեն տալի թափոնները մենք տանեինք Ռուսաստան։ Եվ թափոնները պահվել են ատոմակայանում 74 թվականից, սկզբից մի քանի քնասկակած տարել են, 74 թվականից ատոմակայանի տարածքում գտնվող բեռնաթթվով լցված լողավազանում։ Մենք այդ թափոնները, այդ տվելները լողավազանից հանել ենք և տեղադրել ենք գերեզմանոցում, սովորական գերեզման է ֆրանսիական տեխնոլոգիայով, որտեղ բետոնի խառնված է կապար, որը մի 30-40 տարի չի ճառագայթի։ Եթե 30-40 տարի, այսինքն սկսած հիմիկվանից նորից սկսի ճառագայթել, այդ բետոնից բաները, բլոկները նոր բետոնի մեջ պետք է լցնել։ Միջուկային թափոնների ուտիլիզացիա 100%-անոց աշխարհում գոյություն չունի։ Հիմա խոսեցինք ատոմակայանից, կարևոր է ռեսուրսը, մի երկու ես ձեզ ուզում եմ բանայից կարճ կլինեմ։ Հասկացեք, աշխարհը գնում է պայքարի։ Հայաստանը արժի $15 միլիարդ, մենք $15 միլիարդ ռեսուրս ունենք։ Հիմնականը բղինձ ու մոլիբդեն։ Վրաստանը ունի 45, Ադրբեջանը 500։ Ուկրաինան 9.5 տրիլիոն։ ԱՄՆ-ն ունի 45, գրավելով Ալբերտան եւ գրավելով Գրենլանդիան, 45-ը դարձնում է 80, Ռուսաստանից անցնում է։ 50 տարի հետո իրար մորթելու են ամեն ռեսուրսները։ 100 տարի հետո պիտի սկսվեն մշտական պատերազմները, որովհետև երկրագնդի բնակչությունը 8-9-10-12 միլիարդին չի դիմանում։ Պետք է միլիարդավոր զոհ է։ Մի քիչ առաջ նայենք, այն ապագայից գանք ստեղ։ Ու իսկում ապետ Հայաստանը։ Միայն գլխացավանք։ Նշանակում է դա, որ Հայաստանը արժեք չունի, չէ, ունի որոշ երկրների համար։ Օրինակ, Ռուսաստանի համար Հայաստանը արժեք ունի, որովհետև իր գոյությունը թույլ չի տալիս թուրքական աշխարհը միավորվի։ Թուրքերի համար էր Հայաստանը արժեք ունի, որովհետև խանգարում է, որ միավորվեն։ Ինչ արժեք ունի Հայաստանը Եվրոմիության համար, նա սատկելու է 10 տարի հետո։ Ռեսուրս չկա։ Ուզում էին Ուկրաինան խապեն գրավել 9 տրիլիոն ռեսուրս, դեռ կեսը գրավել են ռուսները, այդ հիմնականում թերթակարային գազը գտնվում է արևելյան Ուկրաինայում, մյուս կեսն էլ ամերիկացի դրցի։ Ինչ պիտի անեն Եվրոպան։ 20 տարի առաջ Եվրոպան մեկ շնչնի գնողը նայով առաջ էր ամերիկացի, հիմա երկու անգամ հետա, օրեցօր հետա անգնում։ Չի կարում տնտեսություն աճացնի, կես տոկոսից ավել, կես տոկոս դրական աճ կա, լավ է։ Իսկ Ամերիկան աճում է 5 տոկոս։ Տրամպը շատ լավ ստրատեգ է, մտածում է Գրենլանդիան վերցնեմ, Ալբերտան վերցնեմ, հələ չի ասում Ռուսաստանի ռեսուրսները վերցնեմ, բայց բոլոր աչքի դրա վրա է։ Ինչ են ուզում եվրոպացիք։
Եվրոպացիք ուզում էին ուրախացան Ղրիմի իրադարձությունների վրա, մտածում էին նես կանեն, որ Ռուսաստանը քայքայվի, արդյունքում կտիրապետեն Ուկրաինայի ռեսուրսների 9.5 տրիլիոն, պլյուս Ռուսաստանի քաջողվի մասնատել։ Մենք ինչ արինք այդ ընթացքում, պաշտոնական հայկական իշխանությունը միացանք նրանց։ Սա չի կարող պատահել անհանգստություն չբերի ռուսների մոտ։ Դրա համար նրանք շատ զգույշ են մեր նկատմամբ։ Այսօր Ամերիկան Վենեսուելայից հետո Վենեսուելան 15 տրիլիոն է, 15 տրիլիոն ռեսուրսն ավելացել է, 40 էր Ամերիկան, դարձել է 55։ Ուզում է վերցնի Իրանը 26 տրիլիոն, 55 ուզում է դարձնի 81։ Բարեբախտաբար այս անգամ, կամ դժբախտաբար, չգիտեմ, իմ կարծիքով բարեբախտաբար, Չինաստանն ու Ռուսաստանը շտապ կարգով մի քանի ինքնաթիռ այդ նավատորմների դեմ կրվող խրտիրներ ուղարկեցին, ընթորում այդ ուղարկվածից 3 խրտիր հերիքեր, որպեսզի Աբրահամ Լինքոլն ագակիրը գնաց ծովի հատակ։ Եվ Տրամպը մտածեց, ես ինչ եմ անում։ Հիմա ինչ անելու ապակայում, մեր նշանակությունը պակասելու է, մենք առանձնապես նշանակություն չունենք։ Հիմա այստեղ շատ հաճախ հայերն ասում են, մարդկային ռեսուրս, արհեստական ինտելեկտով էսենք, մենք չկատես բան։ Մենք առանձնատուկ ենք, հայերեն ենք խոսում։ Մի առանձնատուկ էլ ես եմ, մի առանձնատուկ էլ դուք եք, մի առանձնատուկ, հետո ինչ։ Բերես ես սևին, կես տարի սովորացում եք, կարողանում ծրագրավորում անել։ Եկեք ես բանի վրա հոգ չտանք։ Հիմա այն հասարակ հանքային ռեսուրսը ավելի իրական է, քան թե ինչ-որ մոգոնած արհեստական ինտելեկտները։ Մի հատ նվիցիայի նման կամ ընկերություն զբաղվում էր, ես դիպսիկում եղել եմ Չինաստանում, Հանժոու քաղաքում, 30 հոգի տղա արեցին ավելի, քան թե 3 միլիոն ծրագրավորող Ամերիկայում։ Դա հնարավոր է։ Դա ոչ թե իրանք հանճարեղ էին այդ չինացիները, իհարկե ամենամարդ բանը։ Դու կարող պատահի հայտնել կարողանան անեն, որովհետև սկսում ես սովորում ես, եւ նա որոնք զրույց են սկսում, երբեմն շատ ավելի մի անգամ զարգանում են, որովհետև նախկին բագաժը իրաց չի խանգարում։ Էս է։ Ինչպես անենք, որ Հայաստանը իր արժեքը բարձրացնի, այո, մեր կյանքով այնա ճիշտ ասած, մենք հետաքրքրություն չենք ներկայացնում։ Ուտը 15 միլիարդ, ուտը 500 միլիարդ։ Հասկանում եք։ Սա պետք է հասկանանք։ Ուրեմն մեկին 30 հարաբերությամբ եք կռիվ տալիս Ադրբեջանի հետ։ Ուրեմն այնտեղ որտեղ մենք արժեք ունեինք, ասենք օրինակ նոր ռուսների հարաբերությամբ, ռուսները ընդհանրապես թքած ունեն 500 միլիարդի 15 միլիարդի վրա։ Այնտեղ որտեղ արժեք ունենք, մենք այնտեղ ոչինչ ասում ենք։ Գնում ենք այնտեղ որտեղ ոչ ոք մեզ չի ասում արժեք, ես չեմ ասում Ամերիկան ուզում Հայաստանը վերանա։ Բայց Ամերիկան չի պատրաստվում Հայաստանում տեղաբաշխալ զինված ուժեր, որ մեզ պահի։ Չի կարա։ Եվ ում դեր պահի Թուրքիայի։ Թուրքիան 100 անգամ կամ Ադրբեջանը ավելի կարևոր է, քան թե Հայաստանը։ Կամ եկեք հասկանանք մի բան։ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունից լիդերը աստիճանաբար սկսում է դառնալ Ադրբեջանը, ոչ թե Թուրքիան։ Եվ ամբիցիաները Ալիևի շատ մեծ են։ Հեշ-հեշ 500 միլիարդ ռեսուրս է, Թուրքիան դա չունի։ Մի հատ Բոսֆոր ունի, որտեղից բանը հավաքում անստելից։ Վերջերս ընդամենը 3 լուր տարածվեց, որ Ադրբեջանում սկսում են կառուցել ամենախոշոր ռազմական բազան, թուրքական, այսինքն 3 պետությանը պատկանող շատ հետաքրքիր բան է։ Երրորդը որն է։ Ինչ։ Երրորդ պետությունը որն է։ Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան։ Եվ Պակիստանը այնտեղ դնում է միջուկային զենք։ Մենք մտածեք ում դեմ է միջուկային զենքը, մեր դեմ չի։ Մեզ միջուկային հարվածով չեն խփել, մեր տարածքի իրաց պետք է։ Հասկանում եք։ Դա Ռուսաստանի դեմ է։ Կամ էլ ծայրահեղ դեպքում Իրանի։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Սա փոխում է ամբողջ քաղաքի կանոնները։ Եվ մենք ստիպված ենք, որ շատերի դուրս չի գալի, հիմա մենք ձև ենք, մենք ուզում ենք անկախություն, բայց ինչքան են ուզում ենք անկախություն տալ, մենք ստիպված ենք մտածելու ինչպես կարելի է ավելի սեր դաշնակցել Ռուսաստանի հետ կամ Իրանի հետ։ Ամերիկան եկեք Ամերիկանը չի մոգնել բանը, մոդուլային կայան, որովհետեւ մենք ատոմական կայենք։ Ինքը ոչ մի մոդուլային կայան դեռ չունի, կարող ասել, մեծ երկիր է, կարող այսօր մենք խոսում ենք հաջորդ նիստին ասենք արդեն ունի։ Բայց ինքը չունի։ Ինքը կայք չունի, ժողովուրդ ջան։ Մոդուլային կայան Երևան ինչ է տանում։ Ասենք եթե Քյավառ լույս չկա, տանում են Քյավառ մոդուլային կայան, տակ են էլեկտրացանցերով կարելի դրեք Երևանում դեռ կտանեն։ Մոդուլային կայան մի հատ շահագործում է այսօր Կանադա, մի հատ Ռուսաստանը, երկու հատ Չինաստանը։
Չինաստանը տարը դրել այն անապատների մեջ, ընդեղ երկու մեծ անապատ կա, գոբիտակ լամական անապատը, այդ արտադրում է էլեկտրաէներգիան տեղում, որտեղ չի ուզում հազարավոր կիլոմետրով կաբելներ գցի բաներից հոսանք տան այնտեղ։ Այս հեքիաթը մոգոնել է, ես պիտի խնդրեմ, որ ընդդիմությունը որ ռաստ գալի այսպիսի թեզերի իշխանության կողմից, ճիշտ պատասխան ես բլեֆ այս բոլորը։ Չի կառուցելու, չի դիվենս ինչ էլ ստորագրի, չի անելու, որտեղ անիմաստ է դա։ Ամերիկացի անիմաստ տեղը $1 անգամ չի ծախսի։ Աննարին բան է դա։ Հիմա ինչ պիտի մենք անենք։ Ոնց անենք մեր արժեքը բարձրացնենք։ Նախ քաղաքական ձևով Հայաստանի ներսում, եթե տեսնեն մի ուժ, որը դուրս է գալիս այս իշխանության դեմ, կպաշտպանեն։ Այդպիսի ուժ Հայաստանում այսօր չկա, վաղն չի լինելու։ Բայց կան ուժեր, որոնք եթե միավորվեն, կարան այդ ուժը ստեղծել, գերակշռել։ Եթե խոսում եք, խոսեք սրանից։ Հիմա առաջին պայմանը նման կարգի ուժ կամ փուլ ստեղծելու համար, գիտեք, վարկային տերմին կա, բանկային փուլ, վարկերի փուլ ստեղծելու համար պետք է հասկանանք, քանի քաղաքական ուժ են պատրաստ հայտարարելու, որ իրար առաջիկա ընտրություններում անհետբարորեն ուզում են հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Հենց այդպես, ոչ թե ասեն մենք ընդդիմություն ենք։ Երկրորդ, այդ բանը հայտարարելուց հետո եթարեք այդպիսի կտանք 6 ուժ, 9 ուժ կամ 12 ուժ։ Այդ ուժերին ինչպես միավորենք, գնում ես խոսում ես, ես փորձել եմ դա։ Չեն ասում միավորվել։ Բայց կա հետևյալը, կարող ուզենաք մի հատ փուլի մեջ մտնեք։ Են գիտեք մարկեր կա է կանաչ կամ դեղին են, որ կարդում ես տեքստը, կանաչ մարկերով գծում ես, որ ժողովուրդը, այ օրինակ հասարակ մարդիկ, մեկն ես, որ գնամ ընտրելուց ասեմ այսի փուլի անդամ է։ Կարող ես մարդը հանդես կա, ասենք խոսքի օրինակ իմ վրա են վերցում ազատություն, կուսակցություն, ընդդիմադիր փուլի անդամ։ Ցույց տվեք այս ժողովրդին ում ընտրի, որ փրկվի։ Չի հասկանում։ Ինձ օրինակ այսօր հարգում են։ Երբեք ինչ չեն առամարում, որևէ լսարանում։ Ալի տնտեսական հարցը, բայց էդի քիչ է։ Ցույց տվեք բևեռը, այդ բևեռը կկրի։ Մի մտածեք, Ամերիկան սենց արես, այո, ճիշտ եք ասում, Արևմտյան Ադրբեջան էլ կասի, ես ես ավելին ասեմ, 89 թվականի մարտահամարով 165,000-ը դարել էր 85,000, ասեմ ձեզ, 7-րդ մարտահամարի ժամանակ։ Բայց այդ բոլորը գրոշի արժեք ունի, միտեղ մենք չենք շփվել եվրոպացիների հետ, միտեղ չենք տեսել եվրոպացիների, որոնք ասում են, հենց լացեք արա, հենց ես մի բան ներկայացեք, նոր լացեք։ Տեսել ենք, չէ՞։ Նույն հանձնաժողովի նախագահ եղել Եվրանեստի շրջանակներում, այ ախպեր ջան։ Այդ ԱՀԿ-ի եվրոպացի դեպուտատներ մեզ էին լսում Եվրոպարլամենտի, բայց դա նշանակություն չունի։ Եվ սա ես համարում եմ ամենակարևոր խնդիրը, ամենակարևորը։ Ես կարամ հազարատ ելույթ ունենամ, գիրք ենք գրել, ասում ենք ես արձակվել Վենեսուելայի վրա, գիրքը հրապարակվեց եւ կամս հետո արձակվավ։ Այդտեղ փաստա չէ։ Բայց դա ինչ գրոշի նշանակություն է ամեն ինչը։ Խոսալու համար, թե մենք խելոք ենք, կարանք են նրանք են ստացվում, որ մեզից խելոք են։ Ի վերջո ում տարածքներն է պակասում Հայաստանի, ում տարածքներն է ավելանում Ադրբեջանի, ով աստեղ խախտող Ադրբեջանը։ Եվ ես կուզենայի, որ մենք իսկապես մտածեինք այս ուղղությամբ։ Ես կոչ կանեմ բոլորին, հարցադրում արեք։ Նախ բարի լինենք արտահայտվելու, հելնելու ասելու, մենք անենք բարերեն, դեմ ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ նա պետք է հեռանա իշխանությունից։ Այդ բոլորից հետո ախպեր, կարան 6 հոգի հայտարարին, 7 հոգի, փորձենք միավորվել, լավ չենք միավորվում, ամեն մեկս բեսանտ ամբիցիան ունի, հա, բայց ես ես առաջարկում եմ տարբերակ։ Ընդդիմադիր փուլ ստեղծենք, ամեն մեկս թող առանձին մասնակցի, բայց ընդդիմադիր փուլի անդամ դառնա։ Ես օրինակ այդպես ամբիցիաներ չունեմ։ Եթե պետք է, ես կարամ չմասնակցեմ էլ։ Թեկուզ այդ 1-2% կամ 3% պիտի վերցենք, ասենց են հաշվում ստանդարտ 2.5%, երբերից մենք վերցել ենք առանցին, դե 2.5%-ը ի վերջում գնում հասնում ում։ Ումա պետք է դի։ Հələ հիմա պահանջվում է, եթե մենակ ես 4, եթե դաշինք ես 8%, տենց է, չէ՞։ 8%, հա։ Ես 3 հոգով 8 հոգով 6 լավ չեմ հիշում եմ, գնաց մի հատ մաթեմատիկա, այնտեղ քիչ եմ մի հատ ացանցալ գրել, սրա ացանցալը հաշվել, հա, 2 հոգով, 1-ը 4, 6, 8, հա, 8, 3 հոգով, 8, 3 հոգով, հա,
Ես պետք է խնդրեի, որ մենք սրա վրա ուշադրություն դարձնենք։ Այստեղ է փրկությունը մեր մեջ է։ Ոնց է բացառը, որ մենք կան խելք խոսենք։ Ես տեսնում եմ շատ խելք մարդիկ կան, խոսեց, ասենք մի քանի թվեր 897-ի բանի, ամեն անգամ ամեն մեկից էլի մի բան սովորում ես։ Բայց դա ի՞նչ է տալու, ասենք վերջում էլ եկանք, ադրբեջանցիք մեզ գրավեցին, սկսեցին կոտորել կամ չկոտորել, սկի չեն էլ կոտորել, լայաղան չեն ալի կոտորել։ Հա, սկի չեն էլ կոտորի։ Հետո մենք էլ ասենք, զատո մենք խելոքի։ Ինչ կա դրա մեջ։ Հերիք չի այս բանը ջուրը անդակ մենք մտնենք, պարտվենք, դրա համար ես պիտի կոչանեի, որ ամեն մարդ ինչ-որ քաղաքական ուժին առնչվում է, այդ քաղաքական ուժը իրան հաշիվ տար։ Ես քիչ եմ համարում այս կամ այն ուժերի միավորումը։ Ես ամենակարևոր խնդիրը համարում եմ, այդ որ ստեղծել եք այդ քաղաքական միավորը գոնե հայտարարեք, որ դեմ եք։ Որ թող ժողովուրդն հասկանա ով է դեմ, ով է կողմ։ Այս ժողովուրդն էլ հեշտությամբ մենք հեշտ ժողովուրդ չունենք։ Ես այն մարդը չեմ, դու գիտես իմ ասա, դա արա։ Դու կնստես օրինակ կարող մեկ ուրիշ ասում է գեղեցիկ, խելացի, կրթված, կուլտուրական ժողովուրդը, ես այդպես բաների վրա այդ ինձ համար հաշիվ չի։ Ինչ կապ ունի, եթե դա տանում է պարտության։ Հասկանում եք։ Ինչ կապ ունի, ինչով ենք կայֆ ստանում, որ մենք խելոք ենք։ Հենա, մեր երեխեք ես ինքս դասավանդում եմ, ես տեսնում եմ, ավարտում է կուրսը ամեն ստանդարտ 55 հոգի, 55-ից 15 հրաշալ երեխեք են, 15-ից 14 անպայման գնում են արտասահման։ Ես գիտեմ, այն օրը ռեկտորին կամ իսեն ասում եմ, խենք ֆինանսավորում եվրոպական պետությունների էկոնոմիկան, եւ որ Եվրոպա գնացած մեր ուսանողը միջին մակարդակով բարձր իրանց ամենաբարձրագույն բույրի ուսանողից։ Գրոշի արժեք։ Կամ այն օրը եվրոպացիք եկել են, ասում են սուբսիդավորում են ձեզ, կամ մենք սուբսիդավորում ենք Ուկրաինային։ Ուկրաինայից տարեկան 1 միլիոն կրթված երեխա է ստանում։ Ասում են դրանց արժեքը հաշվում եք, որ դրանց արժեքը հաշվում դուք պարտք եք արդեն Ուկրաինային։ Հələ մինչև 22 թվականի պատերազմը 40 միլիարդ դոլար եք պարտք իրաց։ Հաշվում եք այդ արժեքը։ Մեզ էլ է պարտք։ Կամ Ռուսաստանը, որ մեկ ռուսերն էլ կան չափազանցն չէ, բա որ իսկան գնում է։ Դրա վրա մենք փող ենք ծախսել։ Ավելի Ռուսաստան գնացածները տունը ծախում են, փողերներ տանում են։ Եվ որ տրանսպորտները բերում են, թե մենք 5 միլիարդ եք ուղարկում։ Դուք երկում ես, ասում եմ, այդ երկուսի վրա ավելացեք այս տները եւ երեխեքի ուսուցման փողը, որի վրա դուք փող չեք ծախսում։ Եվ դրանից հետո ոնց ասում են, բաբուշկա надо է сказала, ով ում ֆինանսավորում։ Հասկանում։ Հա? Ինչ է, ոնց հայրում։ Տատիկը երկու տեղ է ասել։ Բաբուշկա, դա չգիտեմ։ Դե չգիտեմ։ Այս կոնֆերանսի ամենահետաքրքիր մոմենտը, որ ես տեսա օրակարգը, բան է, մտագրող բառը, հա? Դու իր մոգոնել, պալատես, հերթական գյուտը։ Ես ճիշտ է brainstorming, նա? Brainstorming։ Հիմա ես ուզում եմ ասել, որ մեր հիմնական նպատակը սա պիտի լինի, եղբայր։ Այս հասարակ աշխատանքը թողեք Ամերիկա, Ռուսաստան, Իրան, Ֆրանսիա, Եվրոպա, մեր խելքի բանը չի, մենք փոքր մարդիկ ենք մեր տեղում։ Թողեք եւ նստեք ասեք, դուք ընդդիմություն եք, եթե ընդդիմություն չեք, մենք եւ որտե ինչ եք համաձայն անել։ Լավ, ուզում եք առանցին մասնակցեք, ցավը տանեմ, մասնակցի, բայց ինչ է համաձայն անել ընդհանուր։ Ուրիշ բան չկա։ Մնացած բոլորը ջուր ծեծոցի է, շնորհակալություն։